Մեքենայում շոքա, տոթա, տուն եմ տեղափոխվել, բարև ձեզ, ժողովուրդ ջան, տեսնում եմ ինչա կատարվում, ազգային տերարիումում ընդեղ մողեսներ օձեր խառնվել իրար են հոշոտում, ժողովուրդը զարմացած նայում է, բլոգերները մազ են պրճոքում, իմ գլխին էլ մազ չի մնացել պրճկեմ, ու եկեք գործով զբաղվենք, էլի, ոչ թե քամի բռնաբարելով։ Նայեք, այսօր ես ուզում եմ խոսամ 4 հոգու հետ, 4 քաղաքական ուժի հետ, 4 մարդկանց հետ, ովքեր ունեն ժողովրդի զանգված, ով իրանց հետևում է, ով իրանց հարգում է։ Ուրեմն Վարդան Ղուկասյանի հետ կամ Անի Խուդավերդյանի, դոկ կուսակցության, Էդմոն Մարուքյանի հետ, Կարեն Արայանի հետ, մեկ էլ Բժիշկի հետ, Բժիշկ Մանասյանի։ Այսօրվա իմ թիրախում 4 հոգին են, որտև ես, նայեք, շարժվում եմ մի պարզ ձևով, մի պարզ տրամաբանությամբ, էլի, որ եթե չձևավորվի մի ուժ, որ մյուս ընտրություններին կարողանա հավաքել 50 և գումարած 1% ձայն, հաղթելու են կրկին այս տերարիումը, որ ունենք, նախկին ներկա տարբեր իրանց դիմակներով։ Դրա համար ես մտածում եմ, էլի, լսեք, ու սենց ուղիղ հիմա դիմում եմ, առաջինում դիմում եմ, հենց Էդմոն Մարուքյանին։ Էդմոն Մարուքյան, դու 51% ձայն կհավաքես հաջորդ քո ընտրություններին, օրինակ ազգային ժողովի ընտրություններին։ Կհավաքես 51% ձայն։ Որ օրը հավաքեցիր 51% ձայն, ես 20 րոպե էշի պես ուրախությունից կզռամ, այսենց ուղիղ եթերում։ Էդմոն Մարուքյան։ Եթե հավաքես։ Այ ոնց հայրեն ասում են, քու անշում եմ ես, չեմ հավատում։ Մյուսը, Վարդան Ղուկասյան, կամ Անի Խուդավերդյան, դիմում եմ ձեզ, դոկ կուսակցությանը, որ օրը դուք մոտակայս մի տարում, էլի մյուս ընտրություններին, եսի նկատի չունեմ 30 տարի հետո կամ ինչ, մի տարուց, մյուս տարի ընտրություններին, 26 թվի, եթե ավելի շուտ չլինի, դուք չհավաքեցիք 51% ձայն, կամ եթե հավաքեցիք, ես էշի պես կզռամ ուրախությունից, եթե դուք կարողանաք այդքանը անեք, հավաքեք դեր ժողովրդի հետ միասին 51% ձայն, ու կարողանաք փոխեք օրակարգ, իշխանություն, ամեն ինչ, էլի, այս շախմատի տախտակը շուռ տանք, ձեր օգնությամբ, եթե ստացվի, ասում եմ, ես էշի պես կզռամ։ Մյուսը, Կարեն Արայան, դու քո ժողովրդի հետ տեսանք ես քո ցույցը ինչքան մարդ եկավ, ոնց եղավ, ես շատ ցավում էի, ես նույնիսկ մարդ կար ինձ գրեց երեք կապված իմ անցած հաղորդման հետ, էլի Նժդեհի գաղափարախոսության, էլի զինվորական, որ ասեց Թաթուլ ավելի շուտ համալիր մարդ կհավաքեր, քան թե Նժդեհը, էլի։ Նենց որ հարգելիս տեսանք ինչ եղավ, քո մոտ ինչքան մարդ եկավ, Նժդեհի մեծ նկարը դրել էիր, բայց տեսանք ինչ եղավ, բայց կան մարդիկ, որ քեզ վստահում են, որ քեզ պաշտպանում են, ես էլի ասեմ, ես հիմա 4 հոգուց կխոսամ, ես բժշկից ընդհանրապես չեմ խոսացել, բայց ասեմ, այս 4 հոգու մեջ մենակ Կարեն Արայանը, մեկ է Վարդան Ղուկասյանը ունի աջակիցներ, որ ում համար իր աջակիցները դոշ են տալիս, ինձ հետ, իրանց չկպնես, իրանց բան չասես, իրանք լավն են, որ Վարդանը ուզի սենց կանի, Կարենը ուզի սենց կանի, ես ասեմ, այս երկու ուժն են եղել, ումը պաշտպանողներ են եղել, էլի, ու շատ, ու տարբեր մարդիկ, ոչ թե ինչ-որ մի մարդ 10 հատ նամակ կրի, էլի, դա չի նշանակում, որ 10 հոգի իրան պաշտպանում է։
Դրա համար Կարեն Արայան, եղբայր ջան, դու մենակով կարող ես փոխես իրականություն, մյուս ընտրություններին։ Հեղափոխություն անենք, գնանք, քանդենք, ջարդենք, դրանք թողնում ենք մի կողմ։ Ես միշտ ասել եմ, հեղափոխություններ ունեն պատվիրատուներ, ունեն պետք են մեծ փողեր, դրանք քաղաքական խմորումներ են պետք դրան, էլի, որը չկա Հայաստանում ու ժողովուրդը դրան պատրաստ չի։ Դրա համար Կարեն Արայան, դու եթե մենակով վերմակը քաշես քո վրա, դու կկարողանաս այդքանին հասնես։ Որ օրը հասար, ասում եմ, ես շիպես կզռամ ես ուրախությունից։ Ի պատիվ քեզ։ Բայց իրականությունն է, տեսանք ինչ կատարվեց Գյումրիում, էլի, նույնն է լինելու է Երևանի հետ։ Կամ հանրապետական, էլի, ընտրությունների։ Մյուսը, բժիշկ։ Նայեք, ժողովուրդը, կա ձեր մոտ շատ անասուններ, որ շատ բանով են մոտիկանում, էլի, դե բժիշկը, ինչ քաղաքականություն կամ բան, էլի։ Բժիշկին այսօր հետևող շատ մարդիկ կան, որ լսում են, ավելի զարգացած մարդիկ, ավելի, գիտեք ոնց, բժիշկը ավելի վստահություն է ներշնչում, քան մեր ամբողջ այդ քաղաքական տերարիումը, որ նստած են, էլի, ազգային ժողովով ու իրանց այդ գրպանի լրատվամիջոցներով, էլի։ Մի հատ բժիշկա խոսում է, ավելի շատ մարդ է լսում, քան թե հայելի ակումբի, օրինակ։ Դրա համար ու տեսեք, բժշկին երբեք մի աչքով մի նայեք, ես դեզ ասեմ, հենց Չե Գևարան հայտնի հեղափոխական, երևի ճանաչեցիք ով է, եղել է բժիշկ իր կրթությամբ, նա բժիշկ է եղել։ Նենց որ բժիշկներից էլ կարող է դուրս գան շատ լավ քաղաքական գործիչներ։ Այնպես չի, որ հատուկ քաղաքական գործիչը ունի ինչ-որ մի հատ համալսարան կամ ինչ-որ մի հատ դիպլոմ, որ ասի, ես լավ քաղաքական կարող եմ լինեմ գործիչ։ Նույնիսկ ես գիտեմ շատ լավ հատուկ ծառայությունների աշխատակից, որը եղել է ճարտարապետ, արխիտեկտոր, պատկերացնում եք։ Դա Լավրենտի Բերյան էր։ Նենց որ այստեղ կապ չունի մարդը ինչ դիպլոմ ունի, որ քյաբաբնոցից է դուրս եկել։ Կարևորը մարդ լինի նայեք բարոյական ամենաառաջինը եւ ունենա ներքին ուժ, կամքի ուժ։ Դրա համար բժիշկը եւս է ցուցակում է։ Բժիշկը մարդը, որ այսօր հայ ժողովուրդը լսում է, ինչ որ մի զանգված իրան լսում է։ Ես էլ եմ իրան շատ անգամ լսել, բայց ավելի կարճ եմ լսում, որտեղ ես այդ ամենը գիտեմ, ինձ ինչ որ նոր բան բժիշկը չի ասում։ Բայց տեսեք, ես երեք լսում էի բժշկի բանը հաղորդում։ Բժիշկը դեռևս իշխանության չի բարձրացել կամ հասել, էլի, բայց արդեն սահմանադրություն է գրում։ Ասում եմ, եղբայր, դուք ոնց որ դեռ տանը նստած, դեռ տոմսը չեք արել ինքնաթիռի, չգիտեք, փողն էլ չկա, որ գնաք, օրինակ, Կարմիր ծով, կորալներ ուսումնասիրեք, էլի, հագնեք ակվալանգը, իջնեք նայեք։ Բայց դուք արդեն այդ տպավորությունն է, որ Երևանում նստած արդեն այդ ջրի տակից հանել եք կորալը թաքուն, որտեղ արգելվում է, ու արդեն վաճառում եք։ Բերել եք Հայաստան, մաքսանենք ճանապարհով, էլի, ու արդեն վաճառում եք այնտեղ վերնիսաժում, ասենց ասած։ Հələ պետք է իշխանության հասնեք, որ հետո մտածեք սահմանադրություն դրեք։ Ու հիմա իմ հարցը այս 4 հոգուն, լսեք ինչի չեք ուզում իրար միանաք։ Բոլորդ խոսում եք, որ ձեր համար աթոռը կարևոր չի, կարևորը բանն է, հայրենիք փրկող եք։ Բոլորդ փրկիչ եք դարել, մարգարեներ, փրկիչներ, դուք գիտեք, ճիշտ է, էլի։ Ուզում եք խոսակ, մարդիկ ձեզ լսեն։ Լավ եք անում, ձեր ցավը տանեմ։ Բայց մարդիկ հատ-հատ ոչ մեկի չեն հավատում։ Կարող է օրինակ ինչ որ մարդ կա հավատում է Էդմոն Մարուկյանին, բայց կարող է 10-ը չեն հավատում։ Ոնց որ իմ հարազատ եղբայրը։ Ասեմ Էդմոն Մարուկյան։ Երբ որ ես քո որոշ ունես բաներ, որ կիսվել եմ ես ճիշտ մտքեր, ճիշտ վերլուծություններ, ինքին զանգում ասում էր Էդմոն Մարուկյանին քեզ կիսվում, հետս կռվում էր։ Քեզ այդ աշճան չի սիրում։ Ես իրան ասում էի, լսի մարդը եթե ճիշտ բան է ասում, ինչի ես կողմնապահ լինեմ, ճիշտ է ասում։ Եթե ճիշտ ասե, ոնց կարող է ես հիմա ասեմ, ինքս սխալ ասել։ Ու տես, իմ ախպերը իմ նման չի։ Մենք բոլորս տարբերվում ենք, էլի։ Բայց Էդմոն Մարուկյան, այդ ձեր մտածողներ շատ կան։
որ նամակներել էին շատ գրում, նույն արձագանք էլի Էդմոն Մարուքյանովը բոլորի տակը պարկել, ասենց ասած։ Այս դեպի գրում են, էլի, որ իշխանությունը եղել է, բոլորի հետ հարմարվել է, էլի, նրանց գլխարկը հագել է, ասենց ասած, ներսի կողմից կպցրել է, օրինակ, նրանց այդ բանը, կուսակցության բրոշկեն, կարող է դրսից եղել է օրինաց երկիր կամ բան, բայց ներսից եղել է օրինակ հանրապետական, Բարգավաճ կամ հետո ինչ էր, Նիկոլինը, ԿՊ, կապ չունի էլի։ Մարդիկ տենց են ձեզ վերաբերում։ Կան մարդիկ, որ հասկանում են, հավատում են, ավելի պրագմատիկ, ավելի, գիտեք ոնց, ավելի մի քիչ զարգացած, որ ավելի ճիշտ են պատկերացնում քաղաքականության այդ այլասերված բնույթը, էլի, որ հա, բոլոր քաղաքական գործիչներն էլ իրար նման են, բոլորն էլ լպրծուն են, ես էլ եմ ընդունում։ Նույն Ուինստոն Չերչիլը համ երկու կուսակցություններում էլ եղել, անընդհատ փոխվել է ստեղից ընդեղ։ Բայց սովորական շարքային մարդուն դա չես բացատրի։ Չես բացատրի, Էդմոն Մարուքյան։ Ես երեք մի բանով կիսվեցի, որ այնտեղ հայտարարություն էին տվել, տիեզերա գնացի։ Ու Գյումրուց մի հատ սվարչիկ զանգել էր, որ գնար տիեզերք, կասմանավ դառնալ, էլի։ Դրա համար այս ժողովրդին, այդ ձևի գաղափարները, հələ դեռ շուտ է որ բացատրենք։ Մեր ժողովուրդը հələ դեռ զուգարանից օգտվել չի սովորել։ Այն զուգարանի այդ նստատեղ այդ փայտը ինչա որ բարձրացնեն, որ նոր տղամարդիկ իրանց գործը անեն։ Դրա համար Էդմոն Մարուքյան, դուք մենակ քիչ եք, թույլ եք։ Բայց իմ ասածն է, որ դուք 4 հոգով իրար հետ նստեք մի սեղանի շուրջ, բոլորով։ Տեսեք, ես ձեզ 4 հոգուտ եմ ասում, որտեղ դուք ունեք էլի շնորհք մարդկանց հետ խոսալու։ Միգուցե շատ էլի ուժեր կան, ես նրանց բան չունեմ ասելու, թող ներեն, եթե չեմ հիշում, պարզապես իրանք այդքան ակտիվ չեն, հասկանում եք, ակտիվ չեն։ Կամ էլ եթե եւ ինչ-որ ունեն գաղափարներ, որոնք պարզապես ուտոպիա են, էլի։ Ես այսօր երևի երկար կլինի ելույթը, բոլորին կարադառնամ, այդ բոլոր տարբեր գաղափարներով, Արևմտյան Հայաստան հետ բերենք, այնտեղ ինչ էր անունը, վտարանդի կառավարություն ստեղծենք, այս կարգի կան, էլի, բայց նրանք պրագմատիկ չեն, ես չեմ ընդունում։ Բևերին ընդհանրապես քաղաքական ուժ ես չեմ ընդունում, Բևերը կամ Սասնա Ծռեր դա ինձ համար Սերժ Սարգսյանի պրոյեկտ են։ Ազգային անվտանգության, ասենց ասած, երկակի մի կազմակերպություն, էլի։ Նենց որ դրա համար ես հիմա դիմում եմ այս 4 ուժերին։ Ու ժողովուրդ, տեսեք, միգուցե, չգիտեմ, Վարդան Ղուկասյանի համար հաճելի չի, ես իմ այնտեղ ուսադիրները կընկնեն իր սպարապետի, էլի, որ գնա այս 4 հոգուն կանչի, խնդրի, ես կխնդրեմ։ Ես կխնդրեմ, կգնամ կզանգեմ Էդմոն Մարուքյանին, Կարեն Արայանին, բժշկին, ասեմ ինչի չեք միանում։ Ժողովուրդ, ես հիմա կտեղադրեմ կոմենտարյաների մեջ իմ հեռախոսահամարը, զանգեք WhatsApp-ի վրա, կգրեք ինձ պետք է բոլոր այս 4 հոգուց հեռախոսահամար, Անի Խուդավերդյան կամ Էդմոն Մարուքյան, Կարեն Արայան ու բժշկից, Մանասյանից, որ եթե իրանց համար այդքան հասկանում եք, արժանապատվություն ավելի բանա, որ գնա ոնց ես գնամ խլեշի սպարապետին դիմեմ, էտիկ իմ բանը չի էլի, կամ Էդմոն Մարուքյանը գնա դիմի Կարենին կամ բան, էլի, ես եմ ասում, ես կդիմեմ բոլորի 4-ից կզանգեմ։ Մի քանի օր հետո կասեմ, դեզանից ով ինչին ինչ ձև պատասխանեց։ Այ ուղարկեք ինձ իրանց համարները։ Ու հələ տեսնենք հիմա իսկապես Էդմոն Մարուքյանի համար առաջի տեղում է երկիրը փրկել, որ այս խելագարությունը, այս ստորացումը, այս գիտեք ոնց հիմա նկարագիր չտամ, էլի։ Տեսնում եք, բոլորը մազ են պրճոկում։ Որ այս ամեն ինչը փոխվի, հասկանում եք, այս անբարոյականությունը երկրում որ տիրում է։ Ձեր համար հիմա որն է կարևոր, օրինակ Էդմոն Մարուքյան, աթոռը, թե երկրի փրկությունը։ Թե ինչ որ մի բան այդ երկուսի արանքում, որտեղ դուք կարող է համագործակցեք սրանց հետ կամ նրանց հետ, ու ես նույնը դիմում եմ Կարեն Արայանին, որն է քո համար կարևորը, Կարեն։
երկիրը փրկվի, այս երկիրը, գիտեք, այնց երկիր դառնա, որ մեզ հաճելի լինի, որ ուրիշը մեզ նախանձի, հասկանում եք, ոչ թե մենք կարդանք այնտեղ եվրոպական այս երկրի մասին, լսենք Ղազախստանի մասին, ասենք վարկերի ամնիստիա ա եղել, լսենք ուրիշների մասին, ու սենց նախանձով նայենք, ասենք, բա մեր բախտը խի չի բերում, արա Հիսուս, այսքան քեզ արցան սարքեցինք, այսքան քեզի տաճար նվիրեցինք, բայց մեր բախտը չի բերում, որ այսինչ չխոսանք։ Դրա համար Կարեն Արայալ, ինչի չեք միավորվում, սա տրամաբանական բան է։ Այնպես պետք է անեք, որ օրինակ ինպես մարդը ձեզ հավատա։ Ես ասում եմ, ես մարդկանց, տեսեք, վստահում եմ, բայց չեմ հավատում։ Ես անհավատ եմ, հասկացեք, համոզեք ինձ։ Ես չեմ հավատում ոչ մեկի։ Ու ինպես կա մի ահռելի զանգված Հայաստանում, որ տնից չի դուրս գալի, նույնիսկ մի հատ ընտրատեղամաս գնա։ Այդ զանգվածը պետք է դուք գրավեք։ Իսկ այդ զանգվածին ո՞նց անեք, որ ձեզ հավատա։ Մի քիչ կրեատիվ մտածեք, Բոլորն էլ ասում են, բոլորն էլ գեղեցիկ ձևով խոսում են։ Ես երբեք գեղեցիկ չեմ խոսացել, ես օրինակ ասել եմ, ես միշտ ավելի կոպիտ եմ եղել։ Այն ասում է անվճար բան է այն բանիրը, թակարդի մեջ է, նայեք քաղցր խոսքով միշտ աֆերիստն է խոսում։ Խափեփան, հասկանում եք, նայա քաղցր ձևով խոսում, կոպիտ խոսացեք ու լուրջ ցույց տվեք։ Այն քաղաքական ուժը, որ այսօր կոպտի ժողովրդին ու միգուցե հայհոյի, ինչը անում էր հենց Վարդան, օրինակ շատ ճիշտ ուղղություն ուներ Վարդան Ղուկասյանը։ Այդ մարդ ավելի է հավատում, ասում է լսիր, ինձ խափողը այդ քաղցր բանն է ասում, մեջքը քորելով են անասունին տանում մորթելու, քաղցր խոսալով, ոչ թե ստրեսի հասցնելով։ Պետք է նենց անեք, որ մարդ հավատա։ Ես ասում եմ, օրինակ, դուք 4 հոգով էլ հավաքվեք իրար գլուխ, օրինակ, վերցնենք Էդմոն Մարուքյանին, իբր հավատացյալ է, տեսեք։ Բայց ես մի բան չեմ հավատում, որ կիրթ զարգացած մարդը կարող է լինի հավատացյալ։ Այսինքն դնում են գիրքը Էդմոն Մարուքյանի դիմաց, Աստվածաշունչ է, նայեք, դեք ուզ ռուսերեն ա գրած, դնում ենք ասում ենք Էդմոն Մարուքյան, դու հավատացյալ ես ձեռը դիսրա վրա ու երթվի ժողովրդի առաջ, որ ոչ մի դեպքում չես համագործակցելու նախկին իշխանությունների հետ։ Նայեք, նախկին իշխանություն ասել եկեք սենց հասկանանք, գիտեք կարող է մասնագետներ լինեն, որ աշխատել են նախկինների հետ, հասկանում եք, ավելի ստորին օղակի էլի կամ միջին օղակի, բայց կան սրիկաների այդ վերխուշկան էլի, ովքեր գլխավորում են օրինակ հանրապետական կուսակցության, այնտեղ որներ, դաշնակների, կամ այն բանի, ԿՊ-ի առաջին հինգյակը, առաջին 5 կամ 7 տեղեր էլի կուսակցության, ասենց ասած կարկառուն դեմքերը։ Օրինակ, որ դուք այդքան մարդկանց հետ չեք համագործակցելու, որտեղ նրանք արդեն այսքան փորձանքները որ կան, նրանց ձեռով անցել, նրանք ներում, բեկում չունեն։ Կարող ես դնես այսենց երթվես ու ասես, որ հավատա։ Ու ասես, ժողովուրդ, եթե ես իմ խոսքը դրժեմ, ինձ փողոցում ով տեսնի ձեզանից թքեք իմ երեսին։ Կարող ես անես, որ մարդ քեզ հավատա։ Արա, այսպես պետք է անեք 4 հոգով հավաքվեք իրար գլուխ, նայեք, այնտեղ մարդ կա, որ անհավատացյալ չէ, օրինակ Վարդան Ղուկասյանը, դա ինպես է։ Բայց ինչ ոնց երթվի, թող դնի այսպես վերցնի մի հատ դանակ, դնի իր ձեռքի մեջը ու արյան երթում ուտի, սենց որ իր ձեռքը կծի արյունը գնա, համբուրի ու երթվի, որ ասի ոչ մի գնով չեմ համագործակցելու։ Եղեք այսպես կրեատիվ, այսպես 4 հոգով հավաքվեք, տեսեք ժողովուրդը, ինչ որ մի բան կփոխվի մարդկանց մոտ։ Այս ձևի երթում տվեք, արյան երթում տվեք, ով է, Կարեն Արայան, իսկը քո հակով է, կտաս են երթում, հավաքվեք իրար գլուխ, բժիշկ դու կարող ես Հիպոկրատի այնտեղ երթում տաս գրքի վրա, կամ արյան երթում, ոնց ցանկանում ես, ուզում ես Աստվածաշնչի վրա, այսինքն նստեք 4 հոգով մի սեղանի առաջ, առանց աթոռի ամբիցիայի, հասկանում եք, աթոռներ շատ կան, տարբեր նախարարների աթոռներ կան, հիմա դուք բոլորդ ուզում եք թագավոր դառնաք։ Ես այս ձև եմ տեսնում, թե ոնց կարելի է մի տարի հետո հաղթել այս կենցաղաբանական այգիա, տերարիումա, դրանց ես
Թե չէ էլի գալու են այս Գյումրու վիճակն է լինել։ Տեսեք, Գյումրիում ոնց եղավ, նույնը կրկնվելու է։ Ես հիմա, տեսեք, Վարդանը հիմա բռնված է, դե ժամանակի հարց է, դա կդուրս գա։ Թող Վարդանի տեղը խոսե օրինակ Անի Խունդավերդյանը։ Կուսակցության անունից։ Թող գա երթում տա։ Որ նայեք, 10,000 հոգի, 10,000 չասեմ, եկեք ասեմ 100,000 հոգի Վարդանին է վստահում։ Բայց կա մարդիկ, որ Վարդանին չեմ սիրում։ Նրա հայհոյանքները դուրը չի գալիս, նրանք ուրիշ բարոյական արժեքների համակարգ ունեն, չեն ընդունում Վարդանի ոճը ու բանը։ Ին ոճն է շատերը չեն ընդունում, էլի։ Ես ոչ մեկին չունեմ մեղադրելու ոչ մի բանի մեջ։ Բայց մարդ կա, նույն Վարդանի քֆուրը կարող է լսի գիշերը քնի, ջիգարը հանգստանա, որ արդեն ջիգարը հանգստացա, որ այդ ստրեսից դուրս գա, խլեշները լսում է դեղի պես ու աչքը կարողանում է կպցնի քնի, հետևի մարդը կա։ Դրա համար Վարդանը ունի իր զանգվածը։ Էդմոն Մարուքյանը ունի իր զանգվածը։ Ու Էդմոն Մարուքյանը ունի մի բան, որ ինքը իրավական եւ այդ միջազգային դաշտում համաշխարհային այդ հարթակներում ունի որոշ չափով համբավ մարդ, որ հողի վրա կարող է եղանակ փոխի, որ օրինակ երբեք այդ ուժը չի ունենա ոչ ոք մնացած երեքից, տեսեք։ Միգուցե այստեղ Էդմոն Մարուքյանի զանգված ամենափոքրն է, այսքան թվարկածս 4 հոգու մեջ, բայց Էդմոն Մարուքյանը ունի ձեռքը մի ուժ, որ չունեք դուք երեքով, նայեք, այդ բոլորը, որ հավաքվեք ձեր թերություններով ու ձեր առավելություններով, կդառնաք մի հատ ունիվերսալ ուժ, ես սենց եմ հասկանում։ Դրա համար Էդմոն Մարուքյան, ես հիմա ձեզ եմ ասում, ձեզ որն է կարևորը, դուք այսքանի մեջից ինձ թվում է ամենագոռոզը, գիտեք ոնց լավ մեծ բեմի հոյակապ արտիստն եք։ Ես հիմա ուզում եմ հենց ձեզ, դուք մի մարդ եք, որ ես ոչ ֆիզիոգնոմիկայի կողմից, ոչ ես ձեզ չեմ կարողանում հասկանալ։ Այս փորձությունից հետո կհասկանանք, թե դուք ձեր համար որն է կարևոր, աթոռը, նայեք, գերագույն իշխանությունը հասկանում եք, երբ որ դուք եք ձևավորում, կամ երբ որ լինում եք, օրինակ, ինչ-որ մի ուրիշ ուժի, սենց ասած, կուրտիզանուհի։ Ինչպես միջև այսօր եղել եք, դրա համար մարդիկ ձեզ շատերը չեն սիրում, չեն հավատում, դե դա սխալ է, ես էլի եմ ասում։ Պարզապես մարդուն ճանապարհ անցնելուն ժամանակ է պետք, ժամանակ, որ իր ամբիցիաները հետո ցուցաբերի։ Միգուցե ես սխալվում եմ, Էդմոն Մարուքյան։ Նույնն էլ բժիշկին եմ դիմում։ Բժիշկ, դուք մենակով կհասցնեք այդքանը։ Այ ժողովուրդ, ուղարկեք ինձ հեռախոսահամարները իրենց բոլորի։ Ով ունի։ Նայեք, եթե դուք իսկականից մտածում եք երկիրը ինչ-որ փրկելու, երկիր այս անդունդից անելու համար։ Երևի հասկանալի բացատրեցի, էլի, ես հեսա հետո կլսեմ մի հատ էլ տեսնեմ, ես ճիշտ բացատրեցի, կարող է ինչ-որ մի տուպոյ անասուն, ինչ-որ մի բան չհասկանա։ Այստեղ ինչ-որ մի բան իրանց համար մութ լինի, հասկանում եք դեստեղ որն է։ Երևի հասանելի ձևով բոլորիդ բացատրեցի, տվեք, եղեք մի քիչ կրեատիվ, տվեք այդ կարգի երթում, 4 հոգով, հավաքվեք, բոլոր թող ազնի բլոգերները կկանգնեն ձեր կողքը, ես ասում եմ, ես ինքս կանգնող եմ ու էլի կան տղաներ, որ կկանգնեն, հիմա անուններ չեմ տա, բայց գիտեմ, որ կկանգնեն, ես մի հոգու հաստատ գիտեմ, հենց Մոսկվայից, որ կկանգնի մարդն էլ, ես զգում եմ ոնց է այս ամեն ինչից ցավում ու այդ ամեն ինչը վերապրում, էլի։ Մյուսներն է կմիանան։ Հիմա մյուսը, տեսեք, կեղծ ուժերը, որ կան ու մարդկանց զանգվածները սենց պարակտում են։ Բանը, որ կա Բևերը, որ ինչ-որ Արևմտյան Հայաստանը հետ բերում, հասկանում եք, ու կա մի զանգված, որոնց այդ գաղափարախոսությունը շատ լավն է, շատ հաճելի է, լսեք, դա շատ գեղեցիկ է, շատ լավ է, բայց դա ուտոպիա է,
դա երբեք չի իրականանա։ Դա պարզապես նայեք Հայաստանի դե ազգային անվտանգություն չի մեր, էլի ավելի շուտ, դա ազգային չի, դա իշխանական անվտանգության համակարգը նրանց այդ ուղեղային կենտրոնները շատ լավ մտածում են, ոնց պառակտեն հասարակությունը, որպեսզի իրանք հեշտ իշխեն։ Այդ կարգի գաղափարներ տարածողները հենց այդ պառակտող ուժերն են։ Ես շատ լավ հարց տվեց բան, էլի Վելիկայա Արմենիայի Արսենը, ասեց դուք ինչ փողով եք սենց կայֆեր կայծերի մեջ ապրում, այդտեղի ունեցվածք, տուն, Միացյալ Նահանգներ, ջրի ճանապարհ, բան, մարդիկ նույնիսկ շատ անգամ ավտոբուսի տոմս չունեն, աշխատող մարդիկ։ Իսկ դուք հայրենիք եք փրկում, պատերազմ եղավ, ձեզանից ոչ մեկ մի մաս չընկավ ձեր վրայից, հասկանում եք։ Հայի արյան գնով այնտեղ ձեզ համբավ բերեցիք անում այդ գնդի դեպքերը, որ պարզապես դուք կարտ բլանշ տվեցիք Սերժին ժամանակ խնդրելու Մոսկվայից, Լավրովի պլանը չիրականացնելու, էլի։ Դրա համար ժողովուրդ ջան, այս ուժերը, այս կարգի, այս այլ քվարկեն, դրանք հասարակությունը պառակտելու համար են։ Որ տեսեք, այդ զանգվածը չգնա ոչ բանի կողմը, օրինակ, ինչ էր անունը Վարդան Ղուկասյանի, Էդմոն Մարուքյանի, Բժիշկ Մանասյանի կամ Կարենի կողմը, այլ մնան ավելի սենց աչի վրա։ Եթե իրանց ուժը չկա, իրանք ընտրության չգնան, հասկանում եք, որտեղ չգնալը արդեն հաղթանակ է իշխող ուժի համար, հասկանում եք։ Որտեղ տոկոսային հարաբերությամբ այդ մարդկանց ձայնը միգուցե կգա ու լրիվ ուրիշ տեղ կգնա, բայց ոչ իրանց։ Դրա համար այդ համակարգերը հենց իշխանություններն են, ազգային անվտանգության այդ կենտրոններն են, ոչ թե ազգային, այլ իշխանական անվտանգության։ Ուղեղային կենտրոններում են մշակվել։ Նույնն էլ բան է, այդ վտարանդի կառավարություն, ես լսում եմ թիմարություններ, ինչ վտարանդի կառավարություն։ Ու կան մարդիկ, ինձ էլ էին գրում, որոշ մարդկանց ես համոզեցի, որոշ մարդիկ ինձ էին փորձում համոզեին, որ միանամ այդ ինչ էր սենատին, ինչ որ ես բացատրեցի, որ դա գիտեք ինչ, հիմա նայեք այդ սենատին հավատացող մարդիկ, ովքեր հավատում են վտարանդի կառավարության այդ գաղափարին։ Վտարանդի կառավարությանը ճանաչում են որոշ պետություններ, պետքա ճանաչեն, որպես վտարանդի։ Եկեք ձեզ պատմեմ ֆրանսիական Շարլ դե Գոլի պահը, որտեղ նա եղել է Ֆրանսիայի վտարանդի կառավարություն, որը նստել է Լոնդոնում։ Երբ գերմանացիները երկրորդ համաշխարհայինի ժամանակ մտան բան Ֆրանսիա, Փարիզ, շատ արագ պարտվեց ֆրանսիական բանակը, ու նայեք ձևավորվեց Վիշի կառավարություն, պրոտ գերմանական, էլի, Հիտլերի, ասենք ասած, ենթարկվող գերմանական կառավարությանը ենթարկվող։ Բայց կար, ասենք ասած, ոչ թե օպոզիցիա, այլ բան, որ չհամաձայնվեցին, էլի, ու ձևավորեցին վտարանդի կառավարություն։ Ղեկավարում էր դա Դե Գոլը, զինվորական էր։ Նրանք գնացին Անգլիա եւ Անգլիայից սկսեցին այդ սապրատիվլենիա, էլի, տենց էին ասում ռուսերեն, հայերեն չեմ կարող գտնեմ բառը, էլի։ Սապրատիվլենիան, էլի, ֆրանսիական։ Դրա համար Չերչիլը օրինակ ճանաչեց Անգլիան ու ամբողջ այդ բլոկը ճանաչեցին օրինակ նույն սովետական միությունը Դե Գոլի, որպես Ֆրանսիայի իշխանություն։ Իսկ Վիշի կառավարությանը ճանաչում էր գցենք Իտալիան, Մուսոլինին, գցենք Թուրքիան, հետո բանը, գերմանացիները։ Որտեղ դա իրանց պրո-իրանց իշխանություն էր, էլի։ Այդ դա է վտարանդի կառավարությունը։ Այդ մարդիկ ունեն դիվանագիտական կարգավիճակ, ամեն այդ կառավարությանը ինչ որ հասու է, էլի։ Հիմա հայկական վտարանդի կառավարություն, հասկանում եք, դա մի գաղափար է անգրագետների համար, անգրագետների, որտեղ 30 տարի անգրագետ են դաստիարակել, որ գնում էր փեթակում այնտեղ Սուրմալուից տիեզերք թռնող այդ նավերին նայեր, թե կուզենա թռնի, չէ, էլի, որ այդ կոսմոնավտը մեր հայ կար, Սվարչիկ, այսպես մի հասարակություն են դաստիարակել, էլի, որ բարդ չի լինի նրանց բացատրել վտարանդի կառավարություն, որ մարդ անգրագետ է, ինպես է ոչ մեկ չի նստում ու չի բացատրում, որ այդ ամենը կեղծիք է, էլի։
որ մարդիկ հասկանան։ Ու պարակտում են հասարակությունը։ Նայեք, դուք ձեզ հարց չեք տվել, եթե այդ ամեն ինչը ճիշտ է, էլի, ինչի մի օր օրինակ բանը վերցնենք։ Վարդան Օսկանյանը, այ Արաբաթ, էլի ով կան մեր նախարարներից ընդեղ կան արտգործ, էլի, որ հարգանք ունեցող, գոնե պրոֆեսիոնալ լինեն, էլի, մարդ ասի, տես այդտեղ ով է նախկինը։ Մոռացա։ Նստեն ժողովրդին հավաքվեն, ասեն ժողովուրդ ջան, տեսեք, այդ ամեն ինչը սուտ է։ Ձեզ խափում են, ձեզ մոնիպուլացում են, ձեզ ինչ որ հանգանակություններ, բաներ անելու համար, տեսեք, դնեն պարզաբանեն այդ գաղափարները։ Տեսեք, չկա պետական մակարդակով ոչ մի տենց քայլ, ոչ ոք չի խոսում, որտեղ դա իրանց ծրագիրն է, որ ձեզ պարակտեն, այդ կարգի գաղափարների շուրջ համախմբելով։ Հիմա գիտեմ, շատերի դուրը չի գա, տեսեք, երազելը մի բան է, բայց իրականությունը մեկ ուրիշ բան։ Ես ասեմ, օրինակ, ձեր նման հիմարներ Ռուսաստանում էլ կան։ Մի քանի բաժակ խմում են, գնում են Ալյասկան հետ բերեն։ Բայց լսեք, այդ հետ բերողները որ կան, դեռևս այդ բանին չեն հասել, էլի, որ Ալյասկայի վտարանդի կառավարություն ձևավորել, հասկանում եք։ Ոստեղ շատ խելացի մարդիկ կան, ռուսական, ինձ կառավարությունից, իշխանությունից, տարբեր տեղից, դրանց համարում են բելը գարյաչկեք, էլի, որ խմել են մի բան խոսում են, էլի, սենց օդի մեջ, էլի։ Դենց որ այդ վտարանդի կառավարություն գաղափարը դա հիմարություն է, դուք հենց մի հատ հարց տվեք, ես լսել եմ դրանց, էլի, դրանց արգումենտները, որ մի պետությունն է իրանց ճանաչել, ինչ որ փաստաթղթեր ունեն, ով է տեսել, կարդացել։ Օրինակ, եթե մեկը ճանաչում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, պետքա չճանաչի Էրդողանի կառավարությունը։ Հասկանում եք, կամ այդ հողերի վրա Էրդողանի կառավարության հետ ինքը չպետք է համագործակցի։ Այդ հողերի վրա չպետք է օրինակ, եթե օրինակ Ֆրանսիան ճանաչել է այդ վտարանդի կառավարությունը կամ ասենք Ավստրիան, նրանք չպետք է Արևմտյան Հայաստանի հողերի վրա ինչ որ մի գործարքի համար պայմանագիր կազմեն Թուրքիայի իշխանության հետ։ Պետք է գան վտարանդի կառավարությանը հարցնել։ Հասկանում եք, այս է իսկական ձևը։ Բայց տենց բան չկա, հասկանում եք, իրանք մենակ խոսում են։ Իրանք մենակ ասում են մեզ այսքան երկիր ճանաչել է, ոնց է ճանաչել, լսեք։ Դերեք հələ մի հատ այդ նույնը թարգմանեք պաշտոնական փաստաթղթերով, տենց բաներ կա, որ մի երկիրն է ձեզ ճանաչել, ցուցակը գրեք։ Ու քանի երկրում դուք ունեք դեսպանատուն, վտարանդի կառավարություն։ Դուք այդ ամեն ինչը պետք է ունենաք, տենց է լինում վտարանդի կառավարությունը։ Այսա, տեսեք, սա պետք է անեն այս 4 հոգին, մանունները տվեցի, Բժիշկ Մանասյանը, Կարեն Արայանը, Էդմոն Մարուկյանը ու Անի Խուդավերդյանը, կամ Սպարապետը, իրանք պետք է նստեն 4-5 հոգով, գտենք դե Վարդանը Հայաստան չի կա, էլի, նստեն մի սեղանի շուրջ ու ասեն ժողովուրդ ջան, սխալ է, դա կեղծ թեզեր է, դրանք հեքիաթներ է, դրանք, գիտեք ոնց, ուտոպիա է։ Ուտոպիա, իր գաղափարը, որ դա երբեք, դասեք դա հնարավոր չի կատարածել, էլի։ Ես սովորական մի բան ասեմ, Թուրքիայի այդ հողերի վրա այսօր ապրում են օրինակ 30 միլիոն թուրք, 20 միլիոն եմ ասում։ Դասեք, որ 20 միլիոնին դուք հայկական անձնագիր տվեցիք, դուք կորցնում եք Հայաստանը։ Այդ 20 միլիոնով իշխանություն են ընտրում, Էրդողան են ընտրում, ու սահմանադրություն է փոխում ՄԱԿ-ի օրենքի համաձայն հանրաքվեի միջոցով մտնում են Թուրքիայի կազմի մեջ։ Նայեք, այդ գաղափարը սուտ է։ Դուք ինչ եք անելու այդ հողերի վրայի 20 միլիոն օրինակ թուրքինը, քիչ եմ ասում 20 միլիոնը։ Թուրքա, քուրդա տարբեր։ Ինչ է, բնաջնջելու եք, գազովի կամերեքն եք լցնելու, ինչ եք անելու։ Վիրուս եք բաց թողնելու։ Հասկանում եք, այս ամենը սրանք կեղծ բաներ են, որ երևի աշխարհում ոչ մի ազգ չկա, այսքան փոքր լինի ու այսքան հիմարություններով տարված լինի, էլի, որ մեր ժողովուրդն է տարված։ Որտեղ մեղավոր հենց էլիտաներն է, որոնք այդ ամեն ինչը կազմակերպել են։ Կազմակերպել են մի քանի տարին մեկ գալիս են գեղեցիկ խոսքերով ձեզ խափում, մատի վրա պտտում ու էլի նույնը։ Դրա համար ինձ ուղարկեք այս 4 հոգու հեռախոսահամարները։ Ուղարկեք։ Ես կգնամ իրենց կխնդրեմ։
Ես կզանգեմ, հետո ձեր հետ կկիսվեմ։ Ինձ ոչ ոք չի վճարում, ինձ ոչ, ես, տեսեք, ես նույնիսկ տեսօր ժամանակ եմ բռնել, որ տանը մարդ չկա, գցենք առավոտը այդքան շոկ չի հովա, ես եկել եմ տանը, աշխատանքը թողել եմ, հիմա խոսում եմ։ Ես ոչ մի բևեռի, ոչ ծառայում եմ, ոչ մեկին, ինձ պետք է մեր ժողովուրդ, որ լսեք, ես նայեմ հաճույք ստանամ Հայաստանում, ինչ լավ է։ Բայց ոչ թե մենակ նեգատիվը լսես, վատը լսես ու ամաչես, որ հայ ես շատ անգամ։ Այդ խայտարակությունները երբ տեսնում ես ու Երևի հասկացաք, ժողովուրդ ջան, ինչ եմ ասում։ Ոնց պետք է լինի ճիշտը։ Թե չէ որ այս ձևով շարունակեցիք 4-ით եմ ասում, նայեք, եթե հետո կոպիտ կխոսամ։ Հետո ես լիովին տեղ ունեմ բոլորիդ հայհոյելու։ Եթե դուք մյուս ընտրություններին պարտվեցիք այս 4-ից ինչ որ մեկը։ Կամ եթե այս 4 հոգուց այդ այս 4 ուժից ինչ որ մի ուժ չհաղթի մյուս ընտրությունների։ Այդ դուք կտեսնեք, թե ես ինչ եմ ձեր հետ անելու։ Ու նայեք, սա մենակ իրանց չի վերաբերվում, հասկանում եք, քաղաքական դաշտի մեր մյուս ներկայացուցիչներ։ Ես ձեր շատերի անունները չտվեցի, պարզապես դուք ակտիվ չեք համացանցում, սենց ասած, ավելի նեղ շրջանակով եք դուք գործում, որ նույնիսկ ես իմ ուղեղը չեմ ծանրաբեռնել, որ ձեր ազգանունները հիշեմ։ Ես պրագմատիկ մարդ եմ, ես ռեալ եմ նայում, հասկանում եք։ Այս մարդիկ ունեն տոկոս, ժողովրդի ինչ-որ մի զանգվածի տոկոս, որ իրանց վստահում է համակրում է, հասկանում եք։ Դրա համար ես ձեզ չհիշեցի, բայց ձեր համար դուռը հավատացեք, փակ չի, որ գաք միանաք այս 4 հոգու։ Ու տակ երթում արյան թե ոնց ուզում եք տվեք այդ երթում, էլի որ ժողովուրդը ձեզ հավատա։ Ինպես անհավատ մարդը հավատա այդ ուժին։ Եթե դուք կարողացաք նենց անեք, որ ես ձեզ հավատամ, հավատացեք, ժողովուրդն էլ կհավատա։ Այն զանգվածը, որ տնից դուրս չի գալի ընտրություններին, բոլորիդ հայհոյում է, բոլորիդ հիշում է ու հայհոյում, այդ մարդը դուրս կգա։ Դրա համար եմ ասում, մի քիչ կրեատիվ մտածեք, լսեք, պետք չի նույն ավանդական ձևով գնաք։ Ես տեսնում եմ քաղաքական դաշտում բոլորը իրար ինչ-որ, գիտեք, տոլերանտ, տանգո են պարում, հասկանում եք, մի հատ ընդհանուր մի պար, ավելի շուտ են, որ մի խումբ պարում է, սիրտակի հունական, էլի։ Այդ կարգի մեր քաղաքական դաշտում բոլորը, ընդդիմադիր, բան սենց, տեսախցիկների առաջ կգան, այն ձևի արդյունք կթափեն պրոֆեսիոնալ դերասան, այդ ձև արդյունք չի կարող թափի առանց քիմիական այդ նյութերի, էլի։ Բայց չէ։ Մեր մեծ բեմի հսկա արտիստ քաղաքական գործիչները այդ ձև լացել էլ կարող են։ Չեմ մոռանա Վազգեն Սարգսյանի այդ արդյունքները, որ կանգնում էր ու արդյունքը հոսում էր։ Իսկ զորամասում իր զինվորներին ստրուկի պես աշխատացնում էին։ Դրա համար այն, որ ես տեսել եմ այդ ամեն ինչը, այն խայտարակությունը, որ կար հենց իր զորամասներում, իր այդ զինվորի համար, որի համար ինքը լացում էր, մեծ բեմի հսկա աստղ։ Էսա ժողովուրդ ջան, մազ չունեմ էլ պրճկեմ էլ մնացածի պես նստեմ ասեմ, լսեցիք սա ինչ ասեց, լսեցիք Գրզոյին ոնց ասեց, այն լրագրողը միկրոֆոնով Գրզո էր բռնաբարում, Գրզոն ընդից խոսում, ազգային ժողովում իրար են չուպաչուպս կերակրում, են ազգային այդ տերարիումում կներեք էլի սենց նստած, հիմա բլոգերները տեսանք, Նիկոլը ընկնում է, Գահը ընկնում է կամ բան, ում ձեռն է ընկնում այդ Գահը, թագը, Ռոբերտ Քոչարյանի, որ այսօր Գյումրիում բերեց գողական ճշտի ասպետներին լցրեց Գյումրու իշխանություն։ Ես ասում եմ Գյումրիում, եթե Թևանյանը հաղթեր, ես այդքան ատելություն օրինակ չեր ծնվի մոտս օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի ուժի նկատմամբ, Թևանյանը եթե հաղթեր։ Թևանյանը շատ, գիտեք,
ինձ տհաճ չի այդ մարդը, էլի։ Նույնիսկ այդ մարդու հետ, որ նայում ես, տեսեք, մարդ կա, դուք դեմքին նայում ես, հասկանում ես, սա իսկական բոզի վաստակ է, ամեն ինչով իր, բայց ես Թևանյանի մեջ ես այդ կերպարը չէի տեսնում, էլի, այդ մարդու մեջ կար բարոյականություն, հասկանում եք, ինչ որ ամբիցիաներ, որ բայց բերեցիք Վարդանի Ղուկասյանին, դրա համար մյուս ընտրություններին էսա լինելու։ Եթե այսօր խելքները գլուխները չհավաքեք, այս 4-ით եմ ասում, 4-ით։ Դուք որ իրար գլուխ հավաքվեցիք, էլի կան ուժեր, որ կգան, կմիանան, այսինքն դանակը կվեկալ են սիրուն, իրանց արունը կկտրեն, այսինքն իրանց կհամբուրեն ու երթումը կտան։ Ու ժողովուրդը կհավատան։ Բայց դա պետք է անի մենակ հայրենասեր մարդը, արա, որ աթոռի մեռած չի, հասկանում եք։ Աթոռի, տենդերի, ինչ որ իրանց ընտանիքով, իրանց կլանով գան իշխանության, հարստանան, որտեղ այսօր Հայաստանում բիզնես պլան է դարձել, օրինակ դեպուտատ դառնալը։ Նայում եմ այն բանին, Աղազարյան այդ ղախպին, բել բար չկա, այն որ կարտոֆիլ ծախողի վրա ինքն է հաստատվում էր այդ կներեք բոզի վաստակը։ Այսօր տեսնում ես ինչքան լրագրողներ կա, բոլորի մոտ այն բանի պես էլի ցիգանի նման գնացել սաղտեղ պտտվում է։ Ես, տեսեք, ես միշտ թույլին պաշտպանել եմ, հասկանում եք, բայց Աղազարյանը տեսեք, այդ մարդը իր կյանքը ապրել էր 40 տարի, ինչքան է 50 տարի ստորացած կամ սովորական էլի, բայց երազել է լինի օրինակ, չգիտեմ ինչ, ու գնացել էր կարտոֆիլ ծախող մի հատ թույլ մարդու վրա կարող էր ինքնահաստատվել, էլի, ասել ես տոժ եմ ուշինա, գնաց խփեց այդ կարտոֆիլը թափեց, այդքանից հետո Աղազարյանին այդ լրագրողները, որ ընդունում են, որ ընդհանրապես դրան մարդու տեղ են դնում, լսեք, ես ամաչում եմ արա սենց ազգի համար, էլի, բոլորիդ համար տեղը ամաչում եմ արա, Աղազարյան են ցույց տալի, նա բոզի վաստակների կուսակցություն է բացել, խոսում է։ Նա ասում ես, այս սա է դրա համար էս օրի են ժողովուրդ, էս օրի եք։ Աղազարյանը դա մարդ է դարել, հասկանում եք, դասական, դիշովի աֆերիստ, որ կարևոր է մի պաշտոնի կա, 2 կոպեկ փող փախցնի, վերջ։ Ես չեմ ասում, մարդ ինչ աշճան պետք է, լսեք, լրագրողներ էլ, ինչ աշճան, դրա համար ձեզ ոչ մեկ չի հարգում։ Ու Գրզոն էլ շատ ճիշտ էլ ասում էր, այ խլնքոտ, մի անգամ ներողություն խնդրել եմ, էլ ինչ ես ուզում։ Էլ մարդը ասում է, ես սխալվել եմ, էլի միկրոֆոնը մտցրել է բերանը կորխորտն էր կողում։ Հիմա ինչա որ Գրզոն քպեական է, ես պետք է Գրզոյին բան անեմ, բայց Գրզոն ճիշտ էր, մարդը ճիշտ ասեց, էլ ինչ եք ուզում։ Բայց կգնաք այդ նույն լրագրողները քամակը կլպստեք բանի արա Աղազարյանի։ Միգուցե Գրզոն իր թիկնապահները թույլ մարդկանց խփել են, վիրավորել են, հնարավոր է, բայց անձամբ Գրզոն չի արել։ Իսկ Աղազարյանը արել է հենց տեսախցիկի առաջ։ Անեշտի որ Գրզոն հիմա աչքի լուսն է, հասկանում եք։ Ես շատ լավ հիշում եմ այդ թվերը, Լևոնի թվերը, օգնությունը ծախելով, ոնց բոլորը այդ ամեն ինչը մենք տեսել ենք։ Գրզոն էլ դրանից բան չէր, էլի, ձեռը հեռու չէր այդ ամեն ինչից, ոնց որ այդ ամեն ինչը գնաց, էլի հայկոպներից դուրս էր գալիս այդ համակարգը։ Դենց որ, բայց ճիշտը, որը ճիշտը, ասենք, մեր լրագրողները ինչա, պատվերով ոնց որ պրոստիտուտ կեք լինեն։ Փողը դուր տես նստում է Աղազարյանը գովում են, Աղազարյան են բան անում, մեծարում։ Մեկը չի ասում, այ խլնքոտ բիձա, դու են կարտոֆիլ ծախողի վրա էր տղամարդ դարել։ Տղամարդկություն էր ցույց տալիս, էլի, կարգ ու կանոն էր հաստատում։ Այս սենց է մեր ազգը, թագավոր է փնտրում ամեն տեղ, նայեք, անձապաշտություն, էլի, որ ունի։ Համար ես ել եմ ասում, մարդիկ կա գաղափարներ են խոսում քաղաքական, ասում լսեք, մեր ազգը գաղափարներից դեռ շատ հեռու է, որ գաղափարների հետևից գնա։ Մեր ազգին պետք է համոզեք, որ դուք չեք միանալու նախկիններին, այդ է գաղափարը, որ պետք է հայ ժողովրդի։
որ կձևավորեն նոր իշխանություն պարկեշտ մարդկանց։ Ու որ պարկեշտ մարդիկ 4 հոգի կլինեն, օրինակ, այնտեղ Վարդան Ղուկասյանը, Անի Խուդավերջյան, Էդմոննա, Կարենա, Բժիշկնա, իրար կհսկեն, իրանք 4 հիմնադիր հայրեր կլինեն, 5-ը կարողա դառնան, 6-ը կարողա դառնան, այնտեղ 2 աղբեր կային, որ Աֆրիկայից եկել են, իրանք էլ են բացեք կուսակցություն, բոլորով որ միանան կարող են ուժ դառնալ ու որ ոչ մեկ չուզուրպացնի իշխանությունը։ Ու այդ ձևով որ անցնի մի 20 տարվա մեջ մի սերունդ փոխվելուց հետո ամեն ինչ տեղը կընկնի, մի օրվա մեջ ամեն ինչ չի sense փոխվելու դառնա եսին Շվեյցարիա էլի։ Իմիջիայլոց Շվեյցարիայում դա այնտեղ տղամարդիկ նստած են ճիշի կանում։ Իմացեք, այ։ Տեսեք ինչքան ժամանակ է անցել որ մարդիկ դրան սովորել են։ Իսկ դուք ուզում եք մի տարում Շվեյցարիա դառնաք։ Ես կատակ չեմ անում։ Ես ինքս եմ տեսել շվեյցարական այդ բաները, այդ մարդիկ կա որ եղել են, որ ասում են նշան է դրված, որ կանգնած ճիշի կանելը սենց խաչով էլի։ Տատաներում, սրճարաններում տարբեր տեղ։ Հիգիենա է պարզապես։ Իսկ մեր ազգը դեռ լիֆտում է միզում։ Ու շատ քաղաքական գործիչներ ուզում են գաղափարներ խոսան, լցնեն ինչ որ մարդկանց ուղեղ։ Բայց դեռ շատ ենք մենք խակ այդ գաղափարների համար։ Դրանք ճիշտ բաներ են, բայց խելացի հասունացած հասարակության համար, հասկանում եք, այդպես Բելգիայի, նույն Շվեյցարիայի, նույն ավստրիացիների համար, այլ ոչ թե Հայաստանում։ Այս պետք է այս շախմատի տախտակը շորտա ու սկսել նոր պարտիա։ Այս պարտիան դեռևս սկսել են 88-ից կարելի ասել 90-91-ից այդ Ղարաբաղ շարժումը որ ձևավորվեց էլի։ Այդ ժամանակվա շախմատի տախտակն է, որ այն ժամանակ սկսել են պարտիան ու մինչև հիմա գնում է։ Մինչև հիմա շարունակվում է։ Դրա համար շուռ տալ է պետք ու նորից սկսել։ Շնորհակալություն, հաջողություն։